Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդական ԲՎՌ-ի խորհրդի անդամ պարոն Կարո Եղնուկյանի հետ։ Ողջունում եմ պարոն Եղնուկյան։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես եմ շնորհակալ։ Եվ մենք զրուցելու ենք, ուրախ եմ։ Իտալիայի մինիստրների խորհրդի նախագահ Մելոնիի խոսքից եմ ուզում սկսել մեր հարցազրույցը, նա հանդիպել է իր նախարարների ուրեմն հետ եւ ասել հետեւյալը. 2025 թվականը դժվար տարի էր մեզ բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատն է լինելու, այո, դուք եք ժպտում, դա բոլորիս է վերաբերում, ոչ միայն Իտալիային է վերաբերում, եւ ես այսօր տեղեկացա, որ ազգային ժողովրդական ԲՎՌ-ը եւս դա նկատել է, դե կատակի եմ տալիս, բայց հասկացա, որ դուք Հունվարի 5-ին եւ 6-ին հայտարարել եք թելեթոն դրամահավաք, բայց գրել եք հետեւյալը. Ազգային ժողովրդական ԲՎՌ-ի հայտարարությունից եմ մեջբերում. Հայաստանը կանգնած է իր նորագույն պատմության ամենավտանգավոր ճակատագրական պահերից մեկի՝ աղետի եւ վերածննդի ճամփաբաժանին։ Մեր հայրենիքը վերապրում է ոչ միայն տարածքային ու անվտանգային ճգնաժամեր, այլ նաև ինքնության խորը ճեղքվածք։ Այսինքն, եթե Իտալիայի մինիստրների խորհրդի նախագահը նշում է, որ բոլորի համար է դժվար, մենք ասում ենք, այո, մեզ համար դժվար է, ինչպես եւ բոլորի համար, բայց մենք նաև մեկ այլ խնդիր եք դուք մատնանշում, ինքնության խորը ճեղքվածք։ Համեցեք։ Այո, մենք հայերս տարբեր ենք, ուրիշ ենք, չէ՞։ Մեզ հայ են ասում, այո, մենք ունենք ինքնության ճգնաժամ, եւ այդ ինքնության ճգնաժամը բացի նրանից, որ ամբողջ աշխարհում մեկ բոլոր ազգերի մոտ բոլոր ժամանակներում ինքնության հարցերը միշտ բարձրանում են։ Մեր տարբերությունը նա է, որ այսօր մեր ինքնության ճգնաժամը արհեստականորեն իշխանությունների կողմից մեր թշնամիների կողմից թելադրանքով կատարվում է։ Ինչ եմ ուզում ասեմ, սա ավելի կոնկրետ ասենք, փաստորեն Էրդողանն ու Ալիևը Փաշազադեն էլ հետ միասին պարտադրում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այնպիսի արհեստական խնդիրներ ստեղծել հայերի մեջ, հայ ազգի մեջ, եւ ոչ թե միայն Հայաստան, սա ամբողջ հայ ազգի մասին է խոսքը, որպեսզի մենք ունենանք ինքնության խնդիր, որպեսզի մենք մեզ սկսենք հարցականի տակ դնել, դա ճիշտ ենք անում, 1700 տարի մենք քրիստոնյա էինք, դա ճիշտ է, կարող քրիստոնյա չլինենք, մուսուլման լինենք, ավելի լավ էր։ Հիմա ինչ ա եղել, ինչքանով են վատ, ասենք թե մեր հարևան մուսուլման երկրների ժողովուրդները, ինչու մենք դիմադրեցինք, ինչ վարդանանց, արժեր դա, բարոյական հաղթանակ տարանք, բայց պատերազմի դաշտում կորուստ ունեցանք, այդ բարոյական հաղթանակը սուտ բան է, ինչ Արարատ, հեն Արագածը կա, ինչ Մեսրոպ Մաշտոց գրքերի մեջ, ինչ Մեսրոպ Մաշտոց, QR կոդը դիր կտեսնես, սրանք եկեղեցին իհարկե գանք, այս եկեղեցին ընկել են հիմա մի քանի հոգևորականների բարոյական կերպարը մեջտեղ հանելու կամ ստեղծելու կամ ցեղ շպրտելու, ինչպես ուզում եք նայեք, սա ամբողջ դնում եմ այդ արհեստական ինքնության հարցը խարխլելու հային թուրքերը շատ լավ հասկացել են իմիջայլոց մեր թշնամիները մեզ ավելի լավ գիտեն, հաստատ մենք նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանը կարող է պետականություն չունենալ, բայց եկեղեցին այդ ազգին, այդ ժողովրդին կպայի մեկ բռունցքի մեջ այսպես ասած եւ կպատրաստի դիմադրականություն կամ ինչպես իրանք են ասում ռևանշի այսօր Թուրքի եւ թուրք ասելով մենք հասկանանք Թուրքիա եւ Ադրբեջան միասին այսօր նրանց միայնակ վախը նա է որ հանգարց հայերը ռևանշի չդիմեն որտեւ իրանք շատ լավ գիտեն որ հայը որ կատաղեց ռևանշ թուրք ադրբեջանցի բոլորին կսրբի կտանի իրանց վախը սա է եւ իրանք հասկանում են որ ամեն ինչ քանդել են պետականությունը արդեն քանդել են Հայաստանի մնացել է միայն եկեղեցին որ կարող է գոնե պատմականորեն եթե մենք հետ գնանք նայենք եկեղեցին կարող է հայ ժողովրդին համախմբվել եւ
այսպես ասած այդ ռևանշը կազմակերպել։ Պարոն Եվ Եղիազարյան։ սա հարցումներն են նույնպես այն մի քանի հարցումներ որ արեցին Հայաստանում եկեղեցին ուներ 70% հավանություն Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ ուներ 12-13%։ Շատերը խոսում են այն մասին, որ ոչ, սա եկեղեցու դեմ չէ եւ դա խեղաթյուրում եք դուք բոլորդ, ով ասում եք, որ սա արշավ է եկեղեցու դեմ, սա արշավ է հեղինակազրկված կամ եկեղեցին հեղինակազրկող որոշ քահանաների եւ որոշ եկեղեցու սպասավորների դեմ։ Գիտենք այս խոսույթը։ Հիմա դրան ինչ եք պատասխանում։ Պատասխանը շատ պարզ է եւ բոլորի համար շատ հասկանալի է, երբ որ լսում են։ Կարող է մտնելով չանցնի, հիմա ինչ որ ասում եմ, բայց հենց որ մարդկանց ես որովհետեւ սա անձնական փորձով եմ ասում, երբ որ մարդկանց ես այդ հարցի պատասխանը տալիս եմ, ասում են, հա, գիտես, ճիշտ ես։ Ինչն է այստեղ ճիշտի հարցը։ Առաջի օրվանից երբ որ կաթողիկոսը ընտրվեց, հենց առաջի օրվանից մենք հիշում ենք ինչ օր էր դա, չէ՞։ Հոկտեմբեր 27, Վազգեն Սարգսյանի 20 միլիոնը թե չեմ ինչը, փողերը, այն ժամանակվանից խոսքը գնում էր, որ կին ունի, երեխա ունի, որ ինքը լավը չէ, եւ այլն եւ այլն։ Լուիս Սիմոնի առնչությունը եւ այլն եւ այլն։ Այս բոլոր պատմությունները գոնե այն հայը, որ մի քիչ հետաքրքրված է, լսել է։ Դու չէի կարող չլսել։ Դե դա որովհետև պայթյուն եղավ։ Այո։ Հենց հոկտեմբերի 27-ին 1999 թվականի այդ օրը մենք ոչ միայն խորհրդարանի ֆիզիկական պայթյուն եղավ։ Իսկապես եւ ֆիզիկական եղավ եւ մենք բոլորս շոկի մեջ էինք, որովհետև հենց այդ օրը մի ուրիշ բան կա, մենք փոքր ազգ ենք։ Մեր մոտ բիսեդկաներում այն փշացած հեռախոսները շատ արագ են աշխատում։ Եվ ինֆորմացիան Հայաստանում շատ արագ է տարածվում։ Ես սովետական ժամանակներից ծնունդի մարդ եմ եղել, 59 թվականից ծնունդ եմ, ու այն ցենզուրայի տակ մտած պետականությունը, որտեղ ոչ մի գողության մասին, մարդասպանության մասին կամ այլանդակության մասին չէր կարդա թերթերում, սովետական Հայաստանի թերթում չէր գրվում, բայց ժողովուրդը բոլորը գիտեր, որ Պողոսը Պետրոսի հետ ինչ են արել եւ այլն եւ այլն։ Եվ ուզում ասեմ, որ մեր մոտ ինֆորմացիայի պակասը մեր բեսեդկաները եղել են ինֆորմացիոն կենտրոններ եւ ցանցային աշխատել է այդ բեսեդկայից տարածել։ Ուզում եք ասեք, այն ինչ որ այսօր խոսվում է, մենք 99 թվականից դեռևս գիտեինք։ Այո, գիտեինք եւ լսել էինք։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ գիտեր եւ լսել էր։ Բայց եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ հետ միասին չմամ տիկինն է համարվում, թե չէ։ Չէ։ Այն Պրարեխով շորով կարե, որ դա կապ չունի, բայց կապ չունի, բայց այս շորով գրանցել են կաթողիկոսին էին ամուսնացած չեն։ Այո, չէ, բայց ես ուզում եմ կերպարը, պատկերը նկարագրեմ, այդ ճեղքվածքով երկար շորը, ոտքերին գցած կաթողիկոսի դեմը նստած։ Մի հատ այդ պատկերը դուք պատկերացրեք, ուրեմն ինչ մեսեջ է դա ասում, թե ասում է կաթողիկոս, դու կին ունես, երեխա ունես, ասել իմ կինն է։ Լավ, ասենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չէր իմանում կին եւ երեխայի մասին։ Դա այդքան մեծ խնդիր էր մեր ինքնության, պետականության հետ կապված։ Ոչ, իհարկե ոչ։ Եվ ինքը շատ լավ գիտեր, եւ ինքը երբ որ կաթողիկոսի հետ միասին հանդիպում էր եւ ձեռքներ համբյուրում կամ չէր համբյուրում, կարեւոր չէ դա, այն ժամանակ չգիտեր, գիտեր։ Հետեւաբար, երբ որ դու դրա մասին մինիմում 7 տարի առաջ գիտեիր քո իշխանության օրոք, եւ դու դրա մասին ոչ մի բան չասեցիր, հարց է ցակում։ Ես չեմ մեկնաբանություն, հարց եմ տալ, թե ինչու հիմա։ Ինչ փոխվեց հիմա։ Պատասխանը ինքնությունը արհեստականորեն քայքայելու հարց է դրված։ Իսկ ինքնությունը քայքայելու համար դու իրավական դաշտում չես կարող գործել։ Դու պետք է բարոյական դաշտում, որովհետև ինքնությունը բարոյականի վրա է, բարոյականն է ազդում ինքնությանը, ոչ իրավականը։ Հետեւաբար եթե նա Գարեգին Բեի նկատմամբ քրեական գործ բացեր,
որ եկեղեցու կամ ժողովրդի փողերը հապշտակել է շվեյցարական բանկում է պահում, ես դա կհասկանայի, որպես պետության մոտեցում, որտեվ այսպես կամ այնպես եկեղեցին ճիշտ է, անկախ է պետք է ճնշում չունենա, բայց հարցեր կան, որ պետությունը պետք է վերահսկի։ Եվ եթե Գարեգին բն այդ ժողովրդի հավաքած փողերը աջ գրբանի ձախ գրբանն է դնում, հետո այդ անում է շվեյցարական բանկ է դնում, ես կպահանջեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կամ Պողոս Պողոսյանի իշխանությունները քրեական գործ բացեն եւ ոչ թե ցեղ շպրտեն, մեղավոր ճանաչեն, դեռ մարդը անմեղ է, մինչեւ ապացուցված է, որ մեղավոր չէ, հավաքեք գործը, ունեցեք 100%-անոց փաստված հանցագործություն, դիմեք դատախազություն եւ գործը տարեք դատարան, բայց իրենք դա չեն անում։ Իրենք հասկանում են, որ դա չեն կարող անել, որովհետեւ չունեն այդ փաստերը։ Հիմա որ փաստը ունենալ չունենալը կապ չունի դեպքը եղել է թե չի եղել։ Այո, կարող է պատահի Գարեգին բն Շվեյցարիայի բանկում փող ունի, որը իրենը չէ, բայց եթե դու դրա փաստը չունես, ավելի լավ է բերանդ փակ պայես, ոչ թե կեղտոտ բոլշևիկյան մեթոդներով, ցեղ շպրտելով, ԱԱԾ-ից բաներ տալով, ինֆորմացիա փոխանցելով, այդպես չեն գործում ժողովրդավարական բաստիոն երկրներում։ Ժողովրդական բաստիոն երկրում ապացույցը բերում ես, դնում ես դատարանի առաջ, 100%-անց ապացուցում ես, հետո էլ լսացում ես բանտ։ Հիմա իրանք դա շարեցին։ Հետևաբար իրանք ունեին բարոյական հարվածը, ասպես ասած, որ պաղծված են, չեմ անում ինչ են, ամուսնացած են, երեխա ունեն եւ այլն եւ այլն։ Դա ինձ հետ չի հետաքրքրում եւ մեր ժողովուրդին է պետք է չհետաքրքրի, թե Գարեգին բն քանի հատ կին ունի եւ քանի հատ երեխա ունի։ Պարոն Եղինկյան, բայց այդ ամենը այո, ձեր տեսակետը պարզ է, բայց հարցը նորից վերադառնում ենք եկեղեցու դեմ է ուղված, կներեք, որ ես այս հարցի վրա ուշադրությունը ձեր դարձնում եմ, հանրության մեջ հիմնական վիճաբանությունը դա է, եկեղեցու դեմ է ուղված, թե եկեղեցուն են հեղինակազրկում, թե եկեղեցուն հեղինակազրկողների դեմ է պայքարը։ Այդ հիմնական մեր այսօրվա վեճն է ժողովրդի մեջ։ Ես սկսեցի ասել, բայց ճիշտ է, ես միտքը չվերջացրեցի։ Ասել եմ, որ եթե եկեղեցու դեմ չէ սա պետք է արվեր, եթե խոսքը Գարեգին բի մասին է, 7 տարի առաջ, 30 տարի առաջ կարային ես հարցը մեջտեղ բերեին։ Եթե իրանք 30 տարի այդ բարոյական կողմը պաշտոնապես չեն հայտարարում, եւ հիմա են սա պաշտոնապես ամեն առավոտ Նիկոլ Փաշինյանը արտանում է, խոսում է կտրիչը երեխա եւ կին ունի։ Բա առաջ ինչ չի ասում։ Այս հարցի պատասխանն է, որ ես տալով ասում եմ, որ այո, պայքարը եկեղեցու դեմ է, որովհետև եթե պայքարը լիներ Գարեգին բի դեմ կամ Մույսի դեմ, դա կանեին ժամանակին։ Ինչու այսօր ինչ էր անի Քոջոյանը Բենտլին։ Այդ ինչպես եղավ, որ Բենտլին այսօր Բենտլիով են ճանաչում, ինչպես եղավ այդ Բենտլին, որը իմ կարծիքով ամենա բացասական կերպարն է այսօր հայոց եկեղեցում, ես նրանից ավելի վատ կերպար չեմ պատկերացնում, ճիշտ ասած։ Ինչու այդ Բենտլին այսօր անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը եւ կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, մույս 10-ի հետ միասին։ Հիմա ես վստահ եմ այն 10-ի մեջ մարդիկ կան, որոնց նկատմամբ այնպիսի կոմպրոմատներ ունի ԱԱԾ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, եւ չմոռանանք, որ ԱԱԾ-ն այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այլ կերպ ասած, պարոն Եղնուկյան, ես որ սկսեցի մեր հարցազրույցը նրանից, որ այո, Մելոնին ասում է բոլորի համար է դժվար տարի եւ մենք հասկացանք, որ ճգնաժամ է ապրում, ճգնաժամ է եւ քաղաքական եւ դուք տվյալ դեպքում ասում եք ներսում էլ ունենք ճգնաժամ, դա ոչ միայն մերն է, այլ ամբողջ աշխարհն է եւ այն իրողությունները, որոնք տարբեր երկրների ներսում են կատարվում, հարցնում եմ, կապ ուներ այն ինչ որ հիմա մեզ մոտ ներսում կատարվում է այն նրա հետ ինչ որ ամբողջ աշխարհում է կատարվում։ Դուք ասացիք, այո, ուզում են կոտրեն հայ ժողովրդի կամքը եւ կոտրելու ուրեմն ձևերից մեկն էլ եկեղեցին ինքնությունն է։ Եկեղեցին ինքնության մաս է։ Այսինքն դուք համարում եք, որ սա ներ հայաստանյան խնդիր չէ։ Այն ինչ հիմա մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյան, կաթողիկոս մենակ այդ թեման բարձրացրեցիք, դա դիտարկում։ Այո, ներ հայաստանյան չէ, բայց միաժամանակ ես կուզեմ այստեղ ճշգրտել, որ սա ինչպես մեկ-մեկ հայերի մոտ ընդունված է ասել, աշխարհի մեծերը ուզում են Հայաստանը վերացնել։ Ոչ, աշխարհի մեծերը Հայաստանը չեն ուզում մեծացնել։ Աշխարհի մեծերին դա չի էլ հետաքրքրում։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ թուրքական մոտեցումն է։ Իսկ թուրքերի հետ դու կարող ես միացնել նաև ռուսերին։ Ինչի համար։ Ոչ թե որովհետև ռուսերը ունեն նույն նպատակը, ինչ որ թուրքերը։ Թուրքերը ունեն հետևյալ նպատակը՝ հայերին ոչնչացնել, հայկական պետականությունը ոչնչացնել։ Ռուսերը նույն նպատակը չունեն։ Ռուսը կուզենա հայկական պետականությունը օգտագործել իր շահերի համար, հայերին էլ օգտագործել իր շահերի համար, տալ հայերին արտոնություններ, որպեսզի Ղազանում եւ Չեմանում որտեղ հայերը առևտուր անեն եւ այլն, որպեսզի ռուսական կայսրությունը ավելի
բարելավի, սա ռուսի մոտեցումն է։ Նրանք մեր նկատմամբ, այսպես ասած, այդ թշնամանքը չունեն։ Իսկ ինչու չունեն, որովհետև գիտեք ինչն է հետաքրքիրը, խոսում են հрьяաների ցեղասպանության մասին, չէ՞։ Եվ հայամատում են հայերի ցեղասպանության։ Մեծ տարբերություն կա։ Մենք ոչ թե ցեղասպանվել ենք, այլ թե մենք հայրենազրկվել ենք։ Գերմանիայում ապրող հрьяան չի հայրենազրկվել։ Նա ցեղասպանվել է։ Իսկ հայը բացի նրանից, որ ցեղասպանվել է, նաև հայրենազրկվել է։ Եվ այս հայրենազրկվելու պատճառը նա է, որ այդ նույն կետում, այդ 1 քառակուսի մետրում հայն ու թուրքը միաժամանակ չեն կարող ապրել։ Սա բացառվում է։ Ոչ թե որովհետև մենք հայերս մեր հարևանների հետ չենք ուզում ապրենք եւ այլն, ոչ, դա սուտ է։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք։ Մենք այն ժողովուրդն ենք, որ եթե դու ինձ մի բան չարեցիր, ես քեզ չեմ պատասխանի։ Հենց որ մեզ ցավացնում են, մենք հակադարձում ենք։ Իսկ այսօր այնպես է, որ թուրքն է, որ չի ուզում մեր հետ ապրել։ Թուրքն է, որ նայում է մեզ փոխարինել այդ 1 քառակուսի մետրի մեջ կամ 1 Հիմա ինչպես անենք, որ մենք տեսնում ենք ոնց են մեզ փորձում թուլացնել, փորձել են միշտ թուլացնել, շարունակում են այդ նույն տրամաբան, այսինքն սա նորություն չէ հայ ազգի համար, հայ ժողովուրդը դա հրաշալի գիտի, արդեն արյան հիշողության մեջ գիտի, բայց մոռանում է։ Դժվար թե, երևի գիտի, բայց խաբվում է երբեմն։ Հիմա նայեք, հիմա խաբվելու շրջան խաբվելու շրջան։ Հիմա այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ փորձում են մեր ժողովրդին մոռացության տալ իրենց անցյալը եւ իրենց ունեցած ձեր ասած գենետիկական արդեն մտածը, որ թուրքը ուզում է մեզ ոչնչացնել։ Դա ստեղծում է վախ է ստեղծում, ճիշտ է։ Ասում չէ, ասում են հակառակը պետք է ստեղծի երկիրդ պաշտպանելու, ազգդ պաշտպանելու ձգտում, ճիշտ է։ Գիտակցում։ Կա մի տարբերակ վախ փախչել, երկրորդ տարբերակը գիտակցել, որ դու պետք է պաշտպանես ինքդ քեզ ու մնում ես եւ պաշտպանում ես։ Ինչ этап ենք մենք հիմա ապրում։ Մենք հիմա ապրում ենք այն этаպը, որտեղ մեզ ուզում են համոզեն, որ այս թուրքը նույն թուրքը չէ։ Այս թուրքը խաղաղության պայմանագիր է ուզում ստորագրել, չի ստորագրել։ Ուզում է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Միայն մի քանի խոչընդոտներ կան, օրինակ, ինչպես Փաշազադեն ասաց, հայոց եկեղեցին խոչընդոտ է։ Ինչպես Էրդողանը ասաց, հայոց եկեղեցին խոչընդոտ է այդ խաղաղությանը։ Հիմա բերում են ժողովրդին ցալով են խափում, որ դու ժողովուրդ ջան, մենք եկել ենք խաղաղություն ենք ուզում բերենք, բայց որոշ ռևանշիստներ կան մեր մեջ, օրինակի համար ԱԺԲ-ն, որ ասում է ոչ պիտիս, եւ կա եկեղեցին, որը գնացել Շվեյցարիայում խոսում է գերիների մասին։ Այդ մեր գործն է, ասում է Նիկոլը, մենք կարանք խոսենք միայն գերիների մասին, եթե մենք չենք խոսում, ուրեմն մենք մի բան լավ գիտենք, որ չենք խոսում, դու ով ես Գարեգին Բ գնացել ես Շվեյցարիայում, գերիների մասին ես խոսում, եկեղեցիների մասին ես խոսում, եթե ես չեմ խոսում, դու իրավունք չունես խոսելու։ Դրա համար Գարեգին Բ-ն ուզում է փոխել, հա, դուք այդպես եք։ Իհարկե, սա նորից այս ամեն ինչը կապված է ինքնության հետ։ Իմիջիայլոց մենք ասում ենք, որ աշխարհում մեկ ինքնության հարց կա, այո, այսօր աշխարհում մեկ ինքնության հարց կա։ Մենք տեսնում ենք, որ ռուսերեն մայակ, չէ, հայերեն ոնց է մայակը։ Դե փարուսն է, եթե դուք մայակը նկատում եք։ Ժամացույցի են հետ առաջ ճոճվում, այո։ Մենք հիմա տեսնում ենք, որ աշխարհը ճոճվում է դեպի Մայետնիկ եք ուզում ասեք, մայետնիկ, ռուսերեն։ Մայետնիկ, հա, ճոճվում է դեպի աչակողմյան, կրոնական, ավելի ճիշտ քրիստոնեական արժեքները վերականգնելու, ինչքանով դա ռեալ է կամ ինչքանով դա անկեղծ է, դա երկրորդական հարց է։ Ես ասում եմ, թե ինչ է կատարվում։ Գնում ենք դեպի աչակողմյան, կրոնական, քրիստոնեական արժեքների վերականգնում։ Հիմա այդ դրոշի տակ մենք տեսել ենք աշխարհի խաչակիրները ինչ արեցին միջին ասեմ Երուսաղեմում, չէ՞, խաչակիրները, ասես ասած, այդ բաներով, բարձր գաղափարներով Երուսաղեմը ազատելով գրազին ավազակություն արեցին։ Դա լինում է, բայց գաղափարը հիմա այդ եմ ուզում ասեմ, մենք չենք կարող ասել, որ սրանք էլ հիմա եկեղեցի աջ կողմն են գնում, հեսա ինկվիզիցիա է սկսվելու, կրոնական, քրիստոնեական, կարող է սկսվի, բայց չենք կարող այս գլխից ասել, բայց մենք տեսնում ենք, որ կա այդ
շարժումը եւ այդ շարժումն է որ ինքնության հարցն է առաջ բերում աշխարհով մեկ իսկ մերը մի բան էլ ավել է որտեղ մեր մոտ էլ ինքնությունը որտեղ աշխարհը ինքը իրեն ինքնությունը վերագտնելու գործընթացի մեջ է մենք բացի դրանից ունենք նաեւ արտաքին արհեստական ազդեցություն մեր ինքնությունը աղավաղելու մեջ Սա է մեր տարբերությունը աշխարհի հետ։ Պարոն Եղունյան, տեսեք, դուք ասում եք, այո, թուրքերը աշխատում են, հենց թուրքերն են աշխատում եկեղեցու դեմ, որպես ազգը համախմբող կառույցի ամբողջ աշխարհում ընդ որում, ոչ միայն Հայաստանի ներսին է դա վերաբերում է Սփյուռքին եւս։ Սփյուռքում եկեղեցի են գնում ամեն կիրակի։ Այո։ Եկեղեցում են հանդիպում, եկեղեցու շուրջն են։ Հիմա եկեք տեսնենք Սփյուռքի թեման, այսինքն դա ինչ է նշանակում, հաջորդը լինելու է Սփյուռքը, եթե այստեղ մենք Փաշինյանը վեհապար է փոխում, ասում է, այս վեհապարը լավը չի, նոր վեհապար է պետք, Սփյուռքը չես կարող փոխել, թե Սփյուռքն էլ պետք է ասել, սա լավ Սփյուռք չի, ես նոր Սփյուռք կձևավորեմ։ Սփյուռքի դեմ պայքարը ինչպես եք տեսնում։ Սփյուռքի դեմ պայքարը արդեն շուտվանից է սկսել իմիջայլոց, նոր չէ։ Սփյուռքի դեմ պայքարը Շատ կոպիտ է հնչում, բայց փաստորեն մենք դրա մասին ենք խոսում։ Ես լսում եմ դա։ Լսում եք եւ ասում եք ինչպես է Սփյուռքի դեմ պայքար։ Ուր եկանք հասանք, որ դրա մասին ենք խոսում հիմա։ Դժբախտաբար։ Եկեք ես հիշեցնեմ, որ Սփյուռքի դեմ պայքարը դեռ սովետական ժամանակ սովետական KGB-ն ոչ թե նայում էր պայքարեր Սփյուռքի դեմ, այլ թե փորձում էր Սփյուռքի բոլոր ղեկավար մարմիններում իր ագենտուրան տարածել, որպեսզի Սփյուռքին ղեկավար էր։ Հետևաբար սովետական միությունը թափանցեց դաշնակցության շարքերը, Միացյալ Նահանգներում, որտեղ ես գիտեք 40 տարի ապրել եմ, թափանցեց դաշնակցության շարքերը իր գործականների միջոցով, որպեսզի Սփյուռքին ղեկավարի։ Երբ Ղարաբաղ շարժումը սկսեց, դաշնակցությունը հրահանգ ստացավ, որ պետք չէ Ղարաբաղը պահանջենք։ Պատկերացնում եք, եւ Ամերիկայում դաշնակցությունը դեմ էր, որպեսզի Հայաստանը անկախանա, Ղարաբաղ միացվի եւ այլն։ Սա այդ ղեկավարման բան է։ Իսկ քանդելու process-ը սկսեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Այն ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սփյուռքին համարեց նարինջ ուտողներ եւ դրվեց Սփյուռքի վրա այն պիտակը կամ այն պարտականությունը, որ փողը տվեք, բայց ձեն չհանեք։ Դուք մեր գործերի մեջ չխառնվեք։ Սա ներքին պետականության գործ է։ Եթե ուզում եք խառնվեք, եկեք ստեղ ապրեք։ Դու հայ ես, լավ է, քո հայությունը փող տալով որոշի։ Չես կարող դու մասնակցես, այսպես ասած գաղափարախոսության կամ ապագայի մասին խոսելու, թե ինչ կանեք, ինչպես կանեք։ Ու Սփյուռքին այն ժամանակվանից սա իհարկե բանի գործը չէ, Թուրքիայի գործը չէ, բայց Թուրքիային շատ ձեռնտու էր դա։ Թուրքիան միշտ է փորձել Սփյուռքին առանձնացնել, այս քանի Հայաստանը անկախ է, Թուրքիան միշտ հայտարարություններով բացահայտ, որ ասելով որ գիտեք մենք Հայաստանի հետ լեզու գտնենք, բայց այդտեղ Սփյուռքն է խանգարում։ Որովհետև մենք միշտ ասել ենք Հայաստանը ուժեղ է իր Սփյուռքով։ Նաև, որովհետև Սփյուռքը չէր թողում, եթե Հայաստանը պիտի դիվանագիտական մանևրաներով, ասենք թե մի կլոր սեղանին նստած ժամանակ Թուրքիի հետ դեմ դիմաց, կարող է ցեղասպանության հարցը առաջ չքաշեր, կամ ասել դրա մասին չենք խոսում, Էջ մի հատ փագենք, գնանք առաջ, Սփյուռքը այդպես չէր անում։ Եվ այնտեղ որոշ չափով կար չխոսված համաձայնություն Սփյուռքի եւ իշխանության։ Ինչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այդ չխոսված համաձայնությունը կամ չպայմանավորված համաձայնությունը, որ կար, որ դուք Թուրքին Սփյուռք, դուք Թուրքիային ճնշում եք ցեղասպանությունով բանով, բայց մենք այստեղ կնստենք իրենց հետ սիլիբիլի կանենք, Սա չխոսված համաձայնություն էր։ Սա խախտվեց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը իր Սիրանյան է, կարծեմ, չէ, երբ որ նախարարությունը փոխեցին
Սինանյան փոխեցին ենթակա կառույցին վարչապետին, նրա նպատակը եւ նրա գործունեությունը, եւ սա ես չեմ միայն որ ասում եմ, նրա գործունեությունը ամբողջ Սփյուռքով մեկ Սփյուռքի ավանդական կազմակերպություններին տարանջատել եւ պարակտում ստեղծելն է։ Սփյուռքը ի սկզբանե Սառը պատերազմի ժամանակ բաժանվել էր երկու մասի։ Սառը պատերազմի մասնակիցների, կողմնակիցների կողմերով։ Մեկը, այսպես ստրամար որոշ տեղեր էշմիածնական եկեղեցին եւ անտելեսական եկեղեցին ներկայությունն են, որտեղ անտելեսական այսպես ասած արևմուտքն էր, էշմիածնականը սովետական միության ենթակա եկեղեցին էր։ Իհարկե անկախությունից հետո այդ բաները պետք չի լիներ, բայց իներցիայով շարունակվում էր։ Եվ հիմա ինչ են անում։ Հիմա բացի նրանից, որ արդեն 70 տարի է այս սփյուռքյան կազմակերպությունները լավ կամ վատ իրար հետ համագործակցում էին, լինի հայ բարեգործական միությունը, դաշնակցությունը, երկու եկեղեցիները, Անտիլիասը, Էշմիածինը համագործակցում էին, նույնիսկ ցեղասպանության հարցի շուրջ ոչ թե համագործակցում էին, այլ թե միասին էին աշխատում ամբողջովին եւ հաջողություններ էին ննում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակը այս կազմակերպությունների միջև պարակտում ստեղծելն է։ Դրա համար երբ որ Սինանյանը գնում է որոնց է մի Սփյուռքի երկիր քաղաք, այնտեղ նա փորձում է շրջանցել այս ավանդական կառույցները, հայ բարեգործական միությունը, դաշնակցությունը եւ այլն, ռամկավարներին, հնչակյաններին եւ փորձում են նրանց շրջանցել եւ նոր տեղափոխված Հայաստանից հայկական դեռ չստեղծված գաղութը ստեղծել մի նոր գաղութ հայաստանցիներով։ Այսինքն իմացածն է նոր Սփյուռք ձևավորել։ Այո, Հայաստանում ստեղծված նոր գաղութ, որոնք աշխատում են հին Սփյուռքի դեմ։ Ու այսպես պարակտում ստեղծելով Բաժանի եւ Տիրի Նիկոլ Փաշինյանի նպատակն է իմ կարծիքով ըստ Էրդողանի հրահանգի, որտեղ Էրդողանը համարում է, որ Սփյուռքը եւ եկեղեցին համար առաջի թշնամիներն են հայ-թուրքական բարեկամության, դրա համար ես պետք է երկուսին չեզոքացնի, թե եկեղեցի մասին արդեն խոսեցինք, Սփյուռքի վերաբերյալ էլ իրենք ստեղ նաև իմ կարծիքով, բայց ես կարծում եմ, որ չեն հաջողվի, իրենք փորձելու են եկեղեցին Հայաստանյան Էշմիածին եկեղեցին սահմանափակեն այդ 29000 քառակուսի մետրով։ Դրանից դուրս Սփյուռքին քանդելու համար, որտեղ Սփյուռքին եկեղեցին էր միասնական պահում, Սփյուռքին քանդելու համար պետք է աղանդավոր եկեղեցիներ ստեղծել։ Իսկ ի՞նչն է աղանդավոր եկեղեցին, այն հայ առաքելական եկեղեցին, որը չի ենթարկվում կաթողիկոսին եւ Էշմիածնին, նա աղանդի բարի իմաստով դառնում է աղանդավոր։ Հիմա եթե շատ ճնշեն Ռուսաստանի եւ Նախիջևանի առաջնորդը Գարեգինբիի եղբայրը ինչ էր անունը? Եզրասը կարող է վաղը եթե այստեղ Նիկոլ Փաշինյանին հաջողվի եկեղեցին պարակտել, Գարեգինբիին հրացնել, Եզրասը այնտեղ կասի, որ մենք էլ Էշմիածին չենք ենթարկվում, մենք առանձին թեմ ենք եւ կդառնա ինչպես որ Պոլիսն է կամ Երուսաղեմը։ Իրենք սիմվոլիկ Էշմիածինը կհամարեն որպես մայր աթոռ, բայց ռեալ գետնի վրա ոչ մի կապ չեն ունենա Էշմիածնի հետ։ Սա վտանգավոր զարգացում է եւ ես կարծում եմ հենց առաջի պարակտումը, որ լինելու է Հայաստանից դուրս, դա կարող է լինել հենց Ռուսաստանում։ Սա իմիջիայլոց Մոսկվային էլ է ձեռնտու, որովհետեւ այդ ձևով Մոսկվան ունենում է ուղղակի ազդեցություն, ճիշտ է, հիմա ասում են, որ Եզրասը KGB-ի բան է եւ այլն, որ հիմա էլ կա, այո, բայց պաշտոնապես Էշմիածնի ենթարկում։ Իսկ եթե դու հիմա այդ այլ վերցնես
Մոսկվայի Ռուսաստանի թեմից, այդ Ռուսաստանի թեմը ամբողջովին ենթակա է լինում Կրեմլին։ Դե հիմա տեսեք, դուք ձևակերպման մեջ օգտագործեցիք սա հայ-թուրքական բարեկամության համար մեկ թշնամիներն են եկեղեցին եւ Սփյուռքը, ասացիք։ Ըստ թուրքերի։ Էրդողանի, ըստ Էրդողանի, դուք Էրդողանին ասացիք։ Այստեղ դիտարկվում է այսպես, նորից բերում եմ հիմնական վեճերը, ժողովուրդը ոնց է իրար հետ վիճում։ Մեկը ասում է հայ-թուրքը, այո, թուրքերը փոխվել են, ժամանակները փոխվել են, Եվրոպան եւ արևմուտքը հիմա մեզ սատարում է եւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, սա առաջին թևն է, եւ հայ-թուրքական բարեկամությունը թիվ համար առաջին խնդիրն է, որ մենք պետք է լուծենք, եթե մենք թուրքերի հետ բարեկամացանք, այլևս խնդիր մենք չենք ունենա։ Ճիշտ է, այսպիսի տեսակետին ծանոթ եք։ Երկրորդ տեսակետը ասում է թուրքը չի փոխվի երբեք եւ մի խապվեք այդ հայ-թուրքական հարաբերություններին եւ տուրք մի տվեք, մի զոհաբերեք հայ-թուրքական հարաբերություններին, ոչ եկեղեցին, ոչ Սփյուռքը։ Հիմա ոնց ենք մենք երկրորդին համոզում, այսինքն դուք երկրորդ տեսակետի կողմնակից եք։ Ինչպես եք դուք բացատրում, այսինքն նեզ լսողին, որ այո, դա վտանգավոր է զոհաբերել հայ-թուրքական հարաբերություն։ Ինչու է, իմ հարցս էսպես, ինչու եք այդպես համարում։ Ինչու չեք վստահում, որ արևմուտքը հայ-թուրքական հարաբերությունների գարանտն է, երաշխավորն է, նա հրում է, բրդում է թուրքերին եւ հայերին դեպի իրար եւ ասում է դուք բացեք ճանապարհները, դուք ամեն ինչ լավ է լինելու ձեզ մոտ։ Ինչու դուք չեք հավատում այս ճանապարհին։ Որովհետեւ ես գոնե այս Նիկոլ Փաշինյանի իշխանության նելու 7-8 տարիների ընթացքում ես տեսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մի բան եւ չի կատարում, իր խոսքերը սուտ են, չկա ոչ մի բան, որ ինքը ասել է եւ կատարել է։ Սուտը շատ է, բայց միաժամանակ ես տեսնում եմ, որ Ալիևը ինչ որ ասում է, կատարում է։ Կամ ինչ որ ասում է, իր մոտ դու կարող եք կասկածանքով մոտենաս իր ասածին, կարող է հեչ դուր չգա, որովհետեւ քո ինքնության դեմ բաներ է ասում, բայց տեսնում ես, որ ճիշտ է ասում ինքը, որովհետև իր ասածը ինքը կատարում է։ Այստեղ խնդրեմը մեր համոզելու, որովհետև համոզվելու համար ժողովուրդը պետք է տեղեկացված լինի։ Երբ որ ինքը այս երկու պատկերները, բայց մեր ժողովուրդը ինչպես որ ես եմ սա անում, այսպես չեն անում։ Իրենք բեսեդկայի մակարդակով են մտածում։ Բայց երբ որ դու գոնե այսպես անես, մի հատ վերցնես մի թուղթ, մեջտեղից գիծ քաշես եւ դնես Նիկոլը ինչ է ասել եւ ինչ է արել, մյուս կողմը դնես Ալիևի ինչ է ասել եւ ինչ է արել։ Եվ եթե դու այդ դնես այդ սև ու սպիտակի վրա, այդ թղթի վրա այդ երկու կողմը, կնկատես, որ Նիկոլը արել է այն ինչ որ Ալիևն է ասել, Նիկոլը այն ինչ որ ասել է որ կանի չի արել, Ալիևը ինչ որ ասել է որ պետք է անի, արել է։ Սա երբ որ դու դնում ես սև ու սպիտակ թղթի վրա, աչքը տեսնում է, այ դու արդեն քեզ համոզում ես։ Բայց դժբախտաբար ես ինչքան էլ որ սա ասեմ, եթե հայ մարդը այդ չանի ինքը, դա անպայման թղթի վրա պետք չանի, մտային է կարող անի։ Եթե ինքը հիշողության այնքան լավ է ու կարող է մտքով 10 բան շարի այս կողմը, 10 բան շարի դիմացի կողմը ու հայեմատի գալու է նույն եզրակացության։ Եվ այստեղ իհարկե ես շնորհակալ եմ Էրդողանին ու Ալիևին անկեղծ լինելու մեջ։ Հա, բայց դուք նորից ես այդ հարցը բարձրացնում եմ։ Որտեղ իրենց անկեղծությունն է, որ տալիս է իմ արգումենտի ուժ է տալիս, այո։ Նորից վերադառնանք Էրդողանի պահանջն է, ասում է, եթե դու ուզում ես, դե գիտենք այն պահանջը, որ Ադրբեջանի հետ թուրք ասելով մենք նկատի ունենք թուրքերին եւ ադրբեջանցիներին, կարծում եմ բոլորի համար հասկանալի է, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե եւս բացի այլ հանգամանքներից, ի սկզբանե եւս ասել է Ադրբեջանի հետ հարցերը դուք լուծես, նոր հայ-թուրքական հարաբերությունները մենք կարգավորենք վերջնական, ճիշտ է։ Բարի, եթե դուք եք ասում, որ Էրդողանը պայման է, չդրված պայման է, բայց պայման է մեր զոհաբերությունը
ուժեղ եկեղեցի եւ ուժեղ սփյուռքը, դա մեր գործն է, մենք զոհաբերում ենք թե չէ, ճիշտ է։ Հարցս հետեւյալն է։ Այո, Պարտադրված է Հայաստանը զոհաբերել, անպայման պետք է զոհաբերվի, որպեսի խաղաղ ապրի իր տարածքում։ Տեսեք, ուր է հասցնում խոսակցությունը Փաշինյանը այսօր եւս, եթե գիտեք, Փաշինյանը ելույթ է ունեցել եւ ասել է, որ վիրտուալ խոսակցություն է ունեցել պատմական Հայաստանի հետ, պատմական Հայաստանը իրեն ասել է. մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետեւ նա սա իրական պետություն է, նա իրական պետություն։ Այսինքն Փաշինյանը ասում է, եթե մենք ուզում ենք խաղաղ ապրել, ուրեմն մենք պետք է մոռանանք, մի գնացեք իմ ճանապարհով, ինչ նշանակում պատմական Հայաստանը ասում է մի գնացեք իմ ճանապարհով, ճիշտ ասած, ինձ համար մի քիչ բարդ է հասկանալը։ Փաշինյանը երևի այդ հաստատ չի կարդացել Վիլսոնյան Հայաստանի ստեղծման պատճառների մասին, որովհետև երբ որ Վիլսոնյան մանդատը ստեղծվում էր, այնտեղ մի շատ կարևոր անգլերեն բառ կա, որը հայերեն ես թարգմանեմ, viable state, կենսունակ պետություն։ Երեք պետությունները կարող են լինել կենսունակ եւ ոչ կենսունակ։ Երբ որ պետությունը կենսունակ չի, ինքը պետականությունը կորցնում է։ Նույն քառակուսի մետրը Շվեյցարիայի կարող է կենսունակ պետություն լինել, բայց դու տեղափոխես այդ քառակուսի մետրը տնես միջին արևելքում, ծով չունեցող տարածքում կենսունակ չի լինի, երբ որ նա շրջապատված է թշնամիներով։ Ինչու էին Վիլսոնյան մանդատի քարտեզները եւ բաները այդպես արվել, որովհետեւ դա էր դրված հարցը, որովհետեւ Հայաստանը պետք է լինի կենսունակ պետություն, պետք է ունենա ելք ծով։ Եվ հիշեցնեմ ես մեր լսողներին, որ նախնական Վիլսոնյան մանդատը կամ քարտեզներում կար նաև Կիլիկյան, բայց քանի որ Եղեռնի ժամանակ Կիլիկյան դատարկվեց եւ հայ չկար, Վիլսոնը հասկացավ, որ չի կարող դա հիմա միացնել, որտեղ նա հայ չի մնացել, բայց արևմտյան Հայաստանում կամ արևելյան Թուրքիայում դեռ հայերը շատ էին։ Դրա համար ինչ արեց Վիլսոնը, վերցրեց եւ Կիլիկյան դրեց ֆրանսիական մանդատի տակ անպայմանով, որ չեմ հիշում 10 տարի թե 20 տարի հետո պետք է տրվեր Կիլիկյան ֆրանսիացիների կողմից Հայաստանի Հանրապետությանը, որը լինելու էր Վիլսոնյան այսպես ասած բանը, որտեղ 20 տարի հետո արդեն Հայաստանը կարող էր Կիլիկիային էլ տեր կանգնել, բայց 18 թվին, 16 թվին չէր կարող Կիլիկիան։ Սա ինչի ասցի ես ստեղ viable state-ի հարցն էի ուզում բերել, որ Հայաստանը այսօրվա Նիկոլ Փաշինյանի հետ ժեշտի կտորը բռնած բանով, քարտեզով, իրական ասած Հայաստանով viable state չի։ Նա կարող էր այդ Հայաստանը սովետական միության մաս կազմող վարչատարածքային միավոր լինել եւ գոյատևեր եւ Հայաստանում մատենադարան սարքեին, չեմ անում, օդանավակայան անեին, սովետի հովանավարչության տակ, բայց որպես անկախ պետություն Հայաստանը չի կարող լինել կենսունակ երկիր։ Սա նույնիսկ եմ ասում, ես չեմ ասում, սա դեռ 15 թվին Վիլսոնյան մանդատի մասնագետները եւ այդ քարտեզները գծում էին, եւ որ Տրաբզոնը տվեցին Հայաստանին, որը պատմական հայկական հող չէ, եկեք հիշենք սա, հա, Տրաբզոնը պատմական հայկական հող չէ, բայց տվեցին Հայաստանին ինչի համար, որպեսզի viable state լինի, որ կենսունակ լինի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ժեշտի կտորը բռնելով ասելով սա իրական է, նա անտեսում է այս աքսիոմա ասեմ, բնական բանը, որ դու չես կարող բնության դեմ պայքարես, դու չես կարող այդ մարդկանց, եթե թուրքը քո հողում է ուզում ապրել, Գյոքչայում է ուզում լողանալ, եթե Երևանում է ուզում մզգիթ կառուցել նոր
եւ հիներն էլ վերականգնել, 300,000 էլ ադրբեջանցի է ուզում բերել, դու սա նույնիսկ եմ ասում, շնորհակալ եմ, որ Ալիևը այս բաները ասում է, նա տալիս է ինձ զենք, որով ես կարամ իր դեմ պայքարել, բայց եթե մեր չասեմ, այստեղի իմակվա ղեկավարությունը սա անտեսում է եւ նորից խաղաղության դրոշակը, սպիտակ դրոշակը բարձրացնելով կարծում է ամեն ինչ լավ կլինի։ Ինչ ասեմ, մեր ժողովուրդը իմ կարծիքով իմաստուն է։ Ալտերնատիվը ո՞րն է։ Ինչ է առաջարկում։ Ալտերնատիվը առաջարկի համար պետք է առաջերտին այս իշխանությունները չլինեն, որովհետև այս իշխանությունների օրոք ոչ մի ալտերնատիվ չկա։ Սա է իրենց ալտերնատիվը, իրենք ուրիշ ալտերնատիվ չեն նայում։ Հետևաբար պետք է այս իշխանությունը չլինի, ինչ պայմաններում դա էական չէ, ով կգա դա էլ էական չէ։ Դեստեղ էլ է փակուղի, ասում են սա չլինի, եթե ոչինչ չես առաջարկում, ինչ վստահություն ունես, որ այլ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Չէ, այլ ճանապարհը գիտեք ինչ Հայաստանը նույն այդ ներողություն, որ հիշեցնում եմ Մերժի Սերժինի տրամաբանությունն է, այդ փակուղին է։ Այո, Մերժի Սերժի հետո։ Չէ, հենց դա որ երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժում էր Սերժին, ինքը ասում էր թե ինչ պիտի անի, բայց ինչպես խափեց ժողովրդին չարեց դա։ Որտեղ Մերժի Սերժինը ոչ թե Սերժն է իր մերժում, այլ թե Սերժիզմն է իր մերժում։ Իզմը պետք է ավելացնենք վերջի։ Իսկ ինչ է Սերժիզմը։ Սերժիզմը 30 տարվա այդ նույն համակարգն էր։ Դու հետեաբար երբ որ մերժում էիր Սերժին, Սերժի կարած կոստյումը պետք է չհագնեիր, սահմանադրությունը, դու պետք է այդ համակարգից դուրս գայիր, նոր համակարգ մտնեիր, պետք է տարանջատեիր ուժերը։ Այսինքն դուք պայմաններն եք ասում, այն ալտերնատիվն եք ասում։ Ալտերնատիվը պետք է եթե այս իշխանությունը չլինի, պետք է փոխել պետք է ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի անցումային, որի նպատակը պետք է լինի անցումային ինչ է, դու մի համակարգից մյուս համակարգին ես անցնում։ Մենք երբևիցե սովետական համակարգից դեպի դեմոկրատական, ժողովրդական համակարգ չենք անցել։ Մենք այսպես մեջտեղը խաղացել ենք։ Բաստիոն ենք ժողովրդավարությամբ, բայց ծեծու ջարդով ենք մեր ժողովրդին փողոցներում բանարել։ Ոստիկանությունը համեցացրել ենք, նոր գվարդիաներ ենք ավելացնում։ Սա ժողովրդավարության նշան չէ։ Սա հակառակը բռնապետության նշան է։ Հետևաբար այս անցումային իշխանությունը պետք է առաջի հերթին այնպես անի, որ իշխանությունը մեկ մարդու ձեռք չմնա։ Մրցակցություն պետք է ստեղծի տարբեր կառույցների միջև։ Պետք է տարբեր կառույցներ անկախ լինեն, չենթարկվեն։ Պետք է այսպիսի խոսք ասողին վարկյանական ձերբակալեն։ Երբ որ ասում է, որ մեկ դատավորն է, որ կարող է իմ ասածը չանի, այդ անձին օրենք պետք է անեն, որ այդպիսի արտահայտություն ասում, պետք է վարկյանական ձերբակալեն։ Շնորհակալ եմ ասորվածության համար, վերջում հիշեցնեմ, ես սկզբում ասեցի, բայց կարծում եմ, որ քանի որ ձեզ հրավիրել եմ, ճիշտ կլինի, որ ես նորից հնչեցնեմ, ազգային ժողովրդական բևեռի նախաձեռնած այդ թելեթոն դրամահավաքի ուրեմն մասին, ամսի 6-ին, ամսի 5-ին, ինչ որ ժամեր եք նշել, Լոս Անջելեսում, հա, որքան հասկացա։ Թելեթոնը Լոս Անջելեսում է, բայց Լոս Անջելեսի ժամանակով եք պարզապես նշել, բայց դա միայն Լոս Անջելեսին չի վերաբերում, ճիշտ է։ Ահա։ Եվ ասում եք, որ այդ դրամահավաքը ազգային ինքնության պահպանման, հանրային համախմբման եւ դիմադրողականության վերականգնման համար է անցկացնում եւ վերջի ձևակերպումն է, սա պարզապես դրամահավաք չէ, ասում է ազգային ժողովրդական բևեռը, ժողովրդավարական բևեռը, այլ քայլ է աղետից դեպի վերածնունդ։ Մեկ խոսքով 2 րոպե է մնացել, ինչով այդ դրամահավաքը պետք է նպաստի աղետից դեպի վերածնունդ կամ, չգիտեմ, վերականգնում, դիմադրողականության վերականգնում։ Ինչ պետք է անի ԱԺԲ-ն։ ԱԺԲ-ն իսկապես իր առաջ նպատակ է դրել, որպեսզի այդ դիմադրողականությունը բարձրացնել, որպեսզի որտեղ մենք ջրբաժանանք, ինչպես ասացինք, կամ աղետ ենք գնում, կամ Հայաստան չի լինելու, կամ Հայաստան լինելու է մեծ, հզոր եւ բարգավաճ։ Սա է մեր առաջ դրված ճանապարհը։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա պետք է։ Մենք կարող ենք հզոր բարեկեցիկ Հայաստան ունենալ այն դեպքում, երբ որ մենք մեր ինքնությունը պահպանենք, դիմադրենք
բոլոր այն քայլերին, որը իշխանությունները կամ մեր ճշտամիները անում են, որպեսզի մեր դիմադրականությունը գցեն, եւ պայքարն է, որ մեզ կբերի այդ վիճակին։ Իսկ պայքարելու համար շատ գաղտնի չեմ ասելու, այսօր այս աշխարհում ամեն ինչ ֆինանսներով է որոշվում։ Ազգային ժողովրդական բևեռը այն կազմակերպությունն է, որ ամբողջովին հիմնված է իր ժողովրդի կողմից նվիրատվությունների հիման վրա։ Մենք նվիրատվություն բառը փոխարինում ենք հիմա ներդրում բառով, ներդրում քո ապագայի մեջ, ներդրում քո պետականության մեջ, որովհետև նվիրատվությունը շատ ժամանակ հասկացվում է որպես բարեգործություն, նվիրատվություն է արել 100 որբ է պահել։ Ազգային ժողովրդական բևերը այդ գործի մեջ չէ, ազգային ժողովրդական բևերը դա նվիրատվությունը որպես ներդրում է մեր ապագայի համար որոշում։ Եվ հիշեցնեմ մեր լսողներին, որ ազգային ժողովրդական բևերը միայնակ կազմակերպությունն է Հայաստանում եւ կարող եմ ասել Հայաստանից դուրս, որը դրամավախ է անում քաղաքական նպատակով բաց թափանցիկ առանց ոնց է մի սև գումարներ ստանալու, առանց ոնց է մի գրանտներ օտար երկրա գործակալական կամ ոչ գործակալական, սորոսական կամ ոչ սորոսական գումար, եւ երրորդն էլ այսպես կոչված օլիգարխների սև եւ կեղտոտ փողերով չենք աշխատում։ Շնորհակալ եմ ասորվածության համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էի ես Գարանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։